մենք վերադարձանք։ Ինչպես է տրամադրությունը։ Հրաշալի եւ պայծառ, մասնավորապես, որովհետեւ մենք մոտեցել ենք մեր թողարկման իմ ամենասիրելի արդեն դարձած հատվածին, ինչպես է քո տրամադրությունը Ռուբեն։ Մինչև այս պահը լավ էր, հետո ընթացքում կամաց sense անկում էր ապրում, բայց որ հասանք այդ քո սիրած եւ մեր բոլորի սիրած հատվածին, տրամադրությունը նոր թափով էսպես վերել կապրեց։ Իսկ ո՞րն է քո սիրելի եւ մեր սիրելի ամենասիրելի հատվածը։ Իմ սիրելի հատվածը այն հատվածն է, որի հետ ես անմիջական առնչություն եւ կապ չունեմ, բայց այնքան եմ սիրում, երբ առնչություն ունի Անուշը մեր տաղավարում։ Դա խոհանոցային հատվածն է, ողջույն։ Ողջույն սիրելի գործընկերներ, ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ նախուտեստ, հետաքրքիր մատուցմամբ։ Մենք երկու ձևով կմատուցենք։ Մեր հեռուստադիտողները վստահ են, որ որևէ մեկը անպայման կօգտագործեն իրենց ճաշացանկում։ Եվ մենք կընտրենք մատուցման որ ձևը նախընտրելի կլինի յուրաքանչյուրիս համար, այո։ Շատ լավ, մենք երկու տարբերակ ունենանք փաստորեն, մեկը քեզ, մեկը ես, մենք կընտրենք։ Անպայման պետք է գանք հաստատել։ Եվ համտեսեք, ինձ հետաքրքիր է, թե դուք որը կհավանեք։ Գիտես մենք ինչքան ենք սպասել հենց այս հատվածը։ Որովհետև համային տարբերություն էլ կլինի մի փոքր։ Մատուցման ձևի մեջ համային տարբերություն։ Այո, տարբերություն կլինի, ունենք այստեղ աղի ոչ թե ձողիկներ, այլ թխվածքաբլիթներ։ Աղի, որ մի քիչ մանրացրել եմ եւ հիմա տեսեք, այստեղ մոտ բերեմ։ Ուրեմն մենք մինչև լուրերը դիտում էին մեր հեռուստադիտողները, ես արդեն պատրաստեցի, թխվածքաբլիթը մանրացրել եմ այսպես, աղի։ Եվ ինչպես օրինակ, ինչպես է լինում չիզքեյքը երբ պատրաստում են, այդ ժամանակ կարագով քաղցր թխվածքաբլիթն են, այսպես մանրացնում եւ դնում ամենաներքևի շերտում, չէ՞։ Հիմա մենք դրել ենք աղի թխվածքաբլիթը կարագով, դրեցինք մի փոքր սառեց 15 րոպե եւ հիմա արդեն պատրաստ է, որպեսզի մենք ավելացնենք մնացած մթերքը։ Եթե չեմ սխալվում, մենք մոռացել ենք ասենք մեր այսօրվա հետաքրքիր եւ համեղ նախուտեստի բաղադրիչները, մեզ ինչ է հարկավոր։ Մեզ անհրաժեշտ է շամպինյոն սունկ, կրեմ պանիր, մեր հիմնական բաղադրիչներն են կրեմ պանիրը, ֆետա պանիրը եւ վերջ։ Մենք կարող ենք սա բրուսկետայի նման հացի վրա մատուցել եւ կարող ենք այսպես թխվածքի նման գեղեցիկ դասավորված շերտերով մատուցենք։ Իսկ որոնք են մեր մատուցման երկու ձևերը այս պարագայում։ Մեկը այդ չիզքեյքը։ Աղի թխվածքաբլիթով։ Այո, այստեղ աղի թխվածքաբլիթը կօգտագործենք, իսկ հացի վրա արդեն ոչ, ուղղակի կլինի բրուսկետայի նման։ Ես հասկացա իմը, որը կլինի արդեն։ Ես հացով կբավարարվեմ։ Հիմա ինչ ենք անում։ Ինձ թվում է Ինան կհավանի երկրորդ տարբերակը։ Ես սիրում եմ Անուշի բոլոր էքսպերիմենտները, այնպես որ որոշում կարող եք կայացնել։ Իսկ ես գոնե մի փոքր կարամ օգտվեմ այդ չիզքեյքի տարբերակից։ Եթե քո հացից մի պատառ տաս։ Կտամ, երկու պատառ կտամ։ Անմիջապես, հենց եթերում։ Եկեք վերջում փորձենք։ Սիրով։ Հիմա արևածաղկի յուղ ավելացնենք։ Եվ մի փոքր կարագ։ Ու կտրում ենք սունկը տապակելու համար։ Մինչև սունկը կտապակվի, մենք խառնենք պանիրները։ Իսկ ճիշտ է, որ սունկը ցանկալի չի լվանալ։ Որովհետև սպունգի նման ջուրը ներծծվում է սնկի մեջ, ընդհանրապես այդպես ասում են, անկեղծ ասած ես պարտադիր լվանում եմ։ Բայց եթե չլվանանք, էլ ինչ տարբերակով կարող ենք ուղղակի խոհարարները հիմնականում կարող են հանել վրայի կեղևը եւ այդպիսով համարեն մաքրած, այդպես կարող է լինել։ Բայց ամեն դեպքում կանաչիներ էլ կան, օրինակ, որ ասում են բազիլիկը, օրինակ կարելի է չլվանալ, բայց ոչ կարելի է չլվանալ։ Որովհետև այնպես է աճեցվում, որ շատ չի կեղտոտվում, այսինքն չկա հողի, ես չգիտեմ ինչպես է, բայց խոհարարներն այդպես ասում են, անկեղծ ասած իրականում բազիլիկը իրականում հողոց չի լինում ջուրը երբեք, բայց ամեն դեպքում լվանալ կարծում եմ պետք է։ Հապ տալ, կամ ինչ-որ մի կտորով մաքրել, հողոտը միևնույն է հողի մեջ է աճում։ Իհարկե, ես վերջերս հողոտ գազար եմ գերել նույնիսկ պատկերացնում ես։ Հիմա այս տարիքում։ Այս տարիքում, այո, եղնիկներին կերակրելիս
համ կերակուրի Օրինակ էի եղնիկների, ծառայում։ այո, օրինակ էի ծառայում։ Նրանք ուտում են հողոտ գազարդ, ես էլ մտածեցի ինչու, ես էլ չփորձեմ։ Մենք երկուսով ուտում էինք հողոտ գազարը, ոչինչ տեղի չունեցավ։ Ես շարունակում եմ բացահայտել գեղեցկուհուն։ Փոքր տարիքում, երբ որ մենք երեխա էինք, շատ հողոտ բաներ ուտում էինք։ Գետնախնձոր օրինակի համար հողոտ իբր մաքրում էինք կամ այդ ծառից որովիցե պոկած մի միսկ։ Որովհետև երբ լվանում էինք, համը փոխվում էր։ Գողոնը ծառից գողացած չէր կարելի լվանալ։ Իհարկե։ Հիմա ավելացնենք թավայի մեջ։ Ինձ թվում է ամենաժամանակատար process-ը դա սունկը մանրացնելն է։ Իրականում այո, շատ արագ է պատրաստվում։ Հիմա ես ավելի արագ կարող եի նաև կտրել։ Չէ, Այնպես չի շատ երկար ժամանակ է սունկը շատ պահանջում։ համեղ է, բայց մի տեսակ արդար բանջարեղեն չի, էլի։ Ինչու։ Չես սիրում սունկ Իսկ Ռուբեն։ պատրաստում ես վերջում այսքան ամեն։ Դրա համար է անարդար։ Հա, ուզում եմ իրան այսպես ոնց տեսնում, այդպես էլ մնա։ Չէ, վերցնում ենք 2 կիլոգրամ սունկ, վերջում ուտում ենք 200 գրամ։ Դե հիմա տեսեք մենք էլ Տպավորություն մի ամբողջ ափսե սունկ կա այստեղ, բայց իհարկե քիչ կմնա։ Բայց շատ համեղ է։ Իհարկե։ Համեղ է եւ սնկով շատ տարբեր հետաքրքիր բաղադրատոմսեր կան, որ հետաքրքիր ուտեստներ, նախուտեստներ են պատրաստում եւ հիմա շատ թարմ վիճակում են պատրաստում սունկը աղցանների մեջ։ Ես հիշում եմ, որ շատ փոքր էի, տատիկս էր ինձ սովորեցնում, որ հենց թարմ սունկը ուտել։ Մենք գնում ենք ունենք սունկ էինք հավաքում, ինքն էլ այսպես դեր մաքրում էր, չէր լվանում, թափ էր տալիս, այսպես մաքրում էր, ասում էր փորձի։ Ֆանտաստիկ համեղ էր։ Որն է ամենահամեղ սունկը։ Անունով չեմ կարող ասել, բայց տեսքով կարող եմ ասել, որ տեսնեմ կասեմ այս է։ Դու սունկ հավաքել ես հեչ։ Սունկ։ Հա։ Հավաքել եմ, բայց շատ երկար ժամանակ չեմ կերել։ Սունկ առաջին անգամ երևի թե կյանքումս փորձել եմ 4 տարի առաջ։ Հա, 50 տարիքում արդեն։ Իսկ ի՞նչն էր պատճառը, որ սունկի նկատմամբ չուներ այդ սերը։ Ինչ էր արել քեզ սունկը։ Ես հավատում եի, որ ինձ կպատահի թունավոր սունկ։ Եվ հին մեթոդներ կային, չէ, օրինակ արծաթե սպասք էին դնում կամ գտալ հասկանալու համար օրինակ ծառի սունկը կամ հավաքված սունկը թունավոր կլինի թե չէ։ Հին ավանդական մեթոդներ կային ստուգելու եւ ես միշտ մտածում էի, որ եթե մի բանը որ լինում է թունավոր, հաստատ քեզ թունավորը բաժին կհասնի։ Հետո մեծացա, մտածողության մոդելը փոխվեց ու հասկացա, որ ամեն ինչի մեջ պիտի լավը տեսնես եւ լավը տեսնելիս բացահայտեցի ինչ համեղ բան է սունկը առհասարակ այս կյանքում։ Անուշ, իսկ դու քո սիրելիս սունկը որն է սունկերի տեսակները։ Կախասունկը, ծառի սունկը ինչպես մենք, այո։ Դիլիջանի։ Այս Հատկապես տավուշի, այո։ բացված ծաղիկի պես, չէ՞, մեծ թաթիկներ։ Դրա ձվածեղ է այսպես էս։ Ուղղակի ոչինչ չանես, միայն աղ ու պղպեղել ավելացնում ես, արդեն հոյակապ համ ունի։ Ինչ ենք անում։ Հիմա պետք է խառնենք կրեմ պանիրը, ֆետա պանջին։ Եվ պետք է ավելացնենք կիտրոնի կեղևը, որը հեքիաթային համ կտա ուղղակի։ Միայն կեղևը։ Կեղևը, այո։ Իսկ կարող է ֆետային ուրիշ մի պանիր փոխարինող։ Այս տարբերակում ոչ։ Կարող ենք քամած մածուն ավելացնել, բայց քամած մածուն եւ կրեմ պանիր, բայց այսպես ավելի հետաքրքիր է։ Ճզմում ես ֆետան։ Այո։ Դու պանրացրել ես։ Սա իհարկե լավ որակի ֆետա պանիր է եւ փշրվում է ուղղակի։ Անուշ, իսկ դու պանրացել ես։ Այո, առանց պանիր մեր սեղանը սեղան չէ, այսպես ասեմ։ Ոչինչ Բայց առանց ասենք, երբ որ պանիր մենք չենք ինչ-ինչ պատճառներով աշխատանքի կամ գուցե հանգստի տենց պատճառներով գտնվում ենք օտարերկրում, միշտ ման են գալիս մեր չանախը կամ մեր լորեն, այդ պանրի Դա նաև ազգային հատկանիշ է, պանրասերն է, չէ՞։ Բայց այդ պահին միշտ օգնության է հասնում ֆետան, Այո, որը մի փոքր գոնե ինչ-որ մոտ է ինչ-որ մի կերպ։ Համային առումով արդեն սովոր ենք ուղղակի համին։
Բայց իսկապես երևի Հայաստանում չկան ընտանիքներ, որտեղ պանիրը անբաժան մաս չի սեղանի։ Միշտ օրվա ցանկացած ժամի նախաճաշ ճաշ թե ընթրիք կապ չունի։ Պանդրասեր ենք մենք։ Որովհետև միշտ օգնության է հասնում հաց ու պանիրը։ Լոլիկով, համեմով։ Գալիս ես տուն, մայրդ կամ չգիտեմ, տան անդամները կինդ հա չի հասցրել ինչ-որ մի բան պատրաստել, աշխատանքի եղել երեխաներով, օգնության է հասնում, ով հացը պանիրը, միջև մի հատ ուտեմ, միջև պատրաստեն, հետո պատրաստում են, արդեն դու կշտացել ես։ Դա դու ասում ես տան պարագայում, բա որ մենք գնում ենք մարզեր նկարահանումների եւ թոնրի մոտ պատրաստում են լավաշը, տաք հացը եւ անպայման պանիրն ու կանաչին դնում են եւ այսպես ոտքի վրա թեկուս արագ մի հատ համ տեսում ես նոր անցնում աշխատանք։ Այս աշխատանք։ համով բաների մասն է խոսում, որ մենք հիմա պանիրի պես կհալվենք քիչ։ Ես արդեն հալվել եմ, ընկերներ։ Ու առասարակ այդ լավաշ թխելու պահը ես հիշում եմ մեր գյուղում թե ինչ մեծ ռիտուալ էր, երբ որ տատիկս պատրաստում էր, պետք է մեծ աղջիկը, չգիտեմ, այս կողմը լինի, ամեն մեկը ինչ-որ զբաղվածություն էր, էլի, մեկը պետք է գունդը սարքեր, մեկը պետք է տաներ, մեկը բերեր, մեկը թոնրից հաներ, ու որ հանում էին դա մի կողմը ճիշտ ու սխալ ուներ, հա, մենք քերում ենք։ Այո։ Չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, այո։ Մինչև ես կքերեմ, Ռուբեն լավ հիշեցրիր, ես էլ տատիկիս օգնում էի, տատիկս Տավուշից է եւ ես օգնում էի նրան, հացը թխում էր քարե վառարանում, այնտեղ թոնի շատ չկա, բայց քարե վառարաններ կային։ Եւ բոլոր թորները, աղջիկ թորները, այսպես մի 5-6 հոգի, տախտակները վերցրած, խմորները վրան դրված գնում էինք, դնում էինք, օգնում էինք տատիկին, այ շատ այդ բույրը հիմա հասավ ինձ, հիշեցի։ Քաղցր մանկության այո հուշեր։ Մի օր առաջ պետք է հավաքվեին, թե ինչ որ խմորը պատրաստեին, հետո խմորը պետք է մնա շնչեր, խմորը ինչ-որ մեծ արարողություն էր։ Հետո տղամարդիկ ամենավերջում, բայց երբ որ արդեն հացը պատրաստ էր, միշտ մի գար կամ ինչ-որ մի մսային մի բան արդեն սկսվում էր այդտեղ, այդ գործողություն տակը միշտ հաճար, կախվում էր թոնրից ու ամեն ինչը իր այտենց հստակ կանոնակարգն ուներ, ռիտուալն ուներ։ Ահա, հիմա գրեթե ընդհանրապես պանիրները խառնեցինք եւ կիտրոնը ավելացրեցինք։ Սա արդեն պատրաստ է։ Մի լավ խառնենք։ Հիմա ես աղը չեմ ավելացնում սնկի մեջ, որովհետեւ միանգամից ջուրը դուրս է գալիս, մի փոքր ուշ կավելացնենք։ Բայց քանի որ ջրի մեջ միջեր հասցրել լավ ցամաքի, ամեն դեպքում մի փոքր ջուր դուրս եկավ, իսկ եթե ջրի տակ չես լվանում այսպես, լավ կլինի գոնե հոսող ջրի տակ, բայց ոչ այսպես ամանի մեջ դնես մնա։ Եվ քանի որ այդպես հնարավորինս քիչ է ջուրը կլանում իր մեջ, ավելի քիչ է դուրս գալիս այստեղ տապակելու ժամանակ։ Այնուամենայնիվ տապակվելու ժամանակ սունկը դուրս է թողնում այն ջուրը, որը հավաքել էր, ինչքան որ իրեն անհրաժեշտ է, ճիշտ եմ հասկանում։ Այո, շատ հետաքրքիր երևույթ է սունկասվածը առհասարակ։ Ինչ ենք ընկել սունկի հետևից։ Առաջին ապրող օրգանիզմ, ջուր է քաշում, բաց է թողնում տապակվելիս։ Հետո մեզ մենք նրան ուտում ենք։ Հետաքրքիր այսպես երանգները փոխանցում։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա ավելացնում ենք մեկ շերտ, այստեղ հիշում ենք, չէ՞, որ կա արդեն կարագով խառնված եւ չիզքեյքի նման սեղմել ենք ու թողել ենք սառնարանում մի փոքր սառչի։ Հիմա կրեմ պանիրն ենք։ Այսինքն sense ճշմարտ տակ է մնում, սեղմում ենք իրան։ Այո, շերտերով պետք է գեղեցիկ դասավորենք։ Մի փոքր սեղմելով երկրորդ շերտն ենք ավելացնում։ Մի քիչ զգուշ գործ է, որ չքանդվի եւ գեղեցիկ լինի։ Առաջին տարբերակում երբ փյուրեր ունես, երկրորդ տարբերակում երբ որ դու շատ ուզում ես ինքդ ուտել։ Բայց էլի գեղեցիկ է։ Երկրորդ տարբերակն էլ։ Բրուսկետաները միշտ գեղեցիկ են եւ միշտ մի տեսակ սեղանը արդեն զարդարված է։ Երկու տեսակի դնես բրուսկետը, արդեն հերիք է, որ գունեղ լինի, գեղեցիկ ու հետաքրքիր։ Սա երկրորդ շերտը։ Երրորդը սունկն է լինելու։ Եվ պետք է հետո ավելացնենք սունկը։ Մենք մի փոքր այստեղ
ուրց ենք ավելացնում, մանրացնենք։ Ընդհանրապես սիրում եմ սնկի հետ, շամպինյոնի հետ համեմ, բայց այս անգամ ուրցով փորձենք, մի քիչ, քանի որ մեր նախուտեստն էլ շատ տարբերվում է այսօր, նաև սնկի համը կտարբերվի։ Երբևէ ուրցով սունկ չեմ փորձել, Ռուբեն, ինչ կասես դու։ Ինձ թվում է ես էլ չեմ փորձել, գուցե փորձել ենք չենք հիշում, Կամ չգիտենք դրա մասին։ Կամ չգիտենք դրա մասին, բայց հիմա հաստատ կֆիքսենք։ Այ հիմա արդեն ավելանում է աղը։ Ավելացնենք պղպեղ, սև պղպեղ։ Արդեն գրեթե պատրաստ է։ Եվ աղ։ Եվս 2 րոպե եւ արդեն պատրաստ կլինի։ Մինչ այդ մենք կարող ենք հացի վրա քսել մնացած հոտ է գալիս, բանիրը։ Անուշ։ Բույրը զգացիք, չէ՞ արդեն։ Վաղուց։ 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 Դու համեստորեն լռում էիր։ Ես էլ եմ անհամբեր։ Մենք երկուսս էլ հավասար անհամբեր ենք։ Հացը մի փոքր չորացրել եմ։ Հատուկ որ խրթան լինի։ Այո։ Տղաս ասում է քթր։ Քթր։ Հա, քթր։ Որ Եվ հիմա? քթր լինի։ Այդ ձայնը գա դրա համար քթր է դարը։ Եվ այսօր մենք ունենք միկրոկանաչի, համեմի միկրոկանաչի է, որը շատ օգտակար է։ Դեպ մեկ այսպիսի փոքրիկ փնջի մեջ ավելի շատ վիտամիններ կան, քան մի քանի կապ կանաչիի մեջ։ Պատկերացնում եք, որքան շատ է։ Ինչ է նշանակում հաստատ է, միկրոկանաչի։ Այո, մի փոքրիկ կանաչիի մեջ շատ վիտամիններ կան։ Իզուր չէ, որ այդքան ասում են օգտակար է եւ անհրաժեշտ է։ Ոսկորների տեսողության համար, ոսկորների ամրության համար շատ կարեւոր է։ Ինան շատ հետաքրքիր հարց տվեց։ Ինչ է նշանակում միկրոկանաչի։ Դրանք հատուկ սերմեր են եւ հենց այս վերջին տարիներին է մեզ մոտ ավելի արդիական դարձել, բայց խոհարարների համար սա իհարկե ուտեստներն ավելի շքեղացնելու եւ գեղեցիկ դարձնելու հնարավորություն է նաեւ բացի վիտամինների պաշարից։ Փոքրիկ ինաչ, իրանք միկրո են, էլ չեն մեծանում։ Դու այսպես մկրատով փոքրում ես, օգտագործում ես, համ որպես դիզայն կարող ես օգտագործել, համ հիմա այս դեպքում ոնց որ Անուշը բացի դիզայնից նաև համի համար է օգտագործում, այդպես։ Ճիշտ նկարագրեցի։ Այո։ Պաստորեն այն փոքրիկ կանաչիները, փոքրիկ տերևիկներով միկրոկանաչիներ։ Եվ այդ միկրոկանաչին մեկ հատ, մի քանի կապ կանաչի համարժեք է։ Բացահայտումներ եւ նոր համեր։ Ոնց է երևում, որ մենք խոհանոցի հետ կապ չունենք։ Մենք ընդհանրապես սիրում ենք համեղ ուտել, բայց խոհանոցի աշխատելը մի տեսակ Միշտ պատրաստ եմ համեղ ուտել, մասնավորապես հիմա։ Անուշ։ Մոտենում Իսկ ենք երբ ես պատրաստելու։ Միշտ պատրաստ է ուտել, բայց երբ Ես ես պատրաստել։ կպատրաստեմ ինանք ուտի։ Արի մի օր մենք էլի ենք պայմանավորվել, ոնց որ սա։ Մի օր պատրաստ ենք ես ու դու տեսնենք ինչ կստացվի։ Դա դեռ անցած տարի էր կարծես։ Ահա, հիշեցի։ Դե այս տարի չենք պայմանավորվենք 2026-ին իրականացնել։ Այս տարի էլ պայմանավորվենք, որ մի հատ էլ 27-ին պայմանավորվենք։ Չէ, արի 26-ին պայմանավորվենք եւ իրականացնենք։ Տաղավարում թե ընդ որ մեծ sense թիմով գնում ենք հանգստի։ Կարծում եմ հանգստի ժամանակ թիմով, չէ, բնության Մի հատիկ միս գրկում։ կպատրաստենք ես ու դու։ Մի հատիկ միս ես ու դու։ Հա։ Եթե ստացվի, նոր արդեն դա կփորձենք տաղավարում։ Մենք կամ մեկին տղեկից կտանք կփորձի, հետո նոր կփորձենք։ Հա, սունկն ենք ավելացնում արդեն։ Այո, սունկը ավելացրեցինք։ Հիմա մի փոքր պանիր ավելացնենք։ Անուշ, ես ճիշտ եմ հիշում, մենք պանրի մեջ չքերեցինք, չէ՞, լիմոնը։ Կիտրոնը Հա, պանրի կիտրոնը։ մեջ։ Այո։ Հիմա մի փոքր
պանիր կավելացնենք ու մեր աղի թխվածքաբլիթը կփշրենք վրան ու գեղեցիկ տեսք կհաղորդենք։ Ստացվեց Ռուբեն, աղի նրբաբլիթը ամենաառաջին շերտներ, Եվ վերջում է ստացվում։ հետո նորից պանիր, հետո սունկ, հետո նորից պանիր։ Ու մի հատ էլ վերջում նորից։ Հաջան, ինչ մտադրություն ունես տեղում փորձելու հետ կապված։ գնում ենք փորձելու անպայման, Երբ երբ ասի Անուշը։ Մի փոքր էլ սպասել։ Մի փոքր էլ Կամ հանդիպել։ կարող եք արդեն մոտենալ։ Գանք օգնենք քեզ։ Այո, կարող եք։ օգնենք, Գնանք օգնենք։ Արփոր մենք գնում ենք օգնելու։ թե մոտ գնանք հոտոտելու։ Հոտոտելով գնանք փորձելու։ Պատրաստ ես։ Գնանք, այո։ Մենք Իսկ թվում է կարող եք միկրոկանաչին գալիս ենք։ ավելացնել այստեղ։ Եկեք միասին այսպես փորձենք բարձրացնել, տեսնենք որքանով է ստացվում, պահպանել ամբողջականությունը։ Սա հիմա նախուտեստ է, թե Հիմա դա մենք աղանդեր։ ո՞ց ենք ուտելու, Անուշ, ափսոս չի։ Աղանդերի տեսք ունի, Այո, բայց այո, դրա շատ համար ասացի, սիրուն։ որ cheesecake-ի նման է ստացվելու, Բայց հիմա ինձ սա թվում- ափսոս է, մենք ո՞ց ուտենք, սա ո՞ց Ախորժակով։ Միկրոկանաչի կարող ես պոկել մի քանի հատ, այսպես ենք անում, որպեսզի վերևի տերևները եւ ավելացնում ենք վրան։ Կարող ես մի քանի հատ էլ դու ավելացնել, իսկ ես այստեղ մենք քանի որ եւս ռուսկետաներ ունենք, պետք է Մենք Դրա- հստակ պետք է- հասկացանք, որ ես առաջին Ես քեզ անգամ կօգնեմ։ արեցի սա կյանքումս, որովհետև Չես փոկեցի սխալվանա, միկրո արմատներով, այս դանակով։ Տուր։ հենց վրայից ուղակի պետք է բռնել։ Նայի։ Այսպես։ Խնդրում եմ ինձ Լավ, տվեք լավ, ուտելու պատասխանատվությունը։ Ես հասկացա, ավելացնում Սա ենք ես ուր կանաչին։ ավելացնեմ։ Այստեղ։ Ես մա ինչ անեմ, ես ճամպրուկուր դնեմ։ Այսպես։ Այստեղ։ Այո։ Վուալյա։ Վուալա։ Հրաշքներ Գեղարվեստորեն։ եմ գործում, ես մի հատ եմ գավ, ես տնենք ես։ Ուրց չլսնեմ, իսկ այդ Ուրց ոչ, մենք միկրոկանաչի այստեղ կավելացնենք։ ավելացնում, տեսքի համար թե չէ։ Իսկ թվում է այդտենց ավելի լավ է ամտեսես։ Գիտեք, ես Ես կարծում եմ, արդեն քանի ուտում որ եմ։ մատուցման 9 տարբերակը ինչպես պայմանավորվեցինք, արդեն պատրաստ է։ Ուզում ես ուտես։ Հա, Իհարկե, Կարելի է։ ես սպասում եմ անհամբեր, թե Փորձի։ կհավանեք, թե ոչ։ Ես ժամպա եմ, փորձի։ Գիտեմ, Կարող որ է սունկը հենց այն սունկն էր, որ դու ամբողջ կյանք վախեցրել էիր։ Ռուբեն։ Փորձիր։ ես մինչ այդ այստեղ նույնպես ավելացրեցի միկրոկանաչի։ Եվ ավարտում ենք ու սպասում ենք, թե Ինան ինչ է ասելու։ Ատենց լավն է։ Ռուբեն ջան, քեզ մնաց սա։ Զրուցեք, պարոնայք, զրուցեք։ Գնաց, նա գնաց։ Բա այսքան մարդ պետքա փորձի։ Սա կփորձես, Ես էլ սա ոչինչ։ կփորձեմ։ Մենք համեստ, մենք ընդհանրապես այս փոքրիկ հացով Անուշ շատ շնորհակալություն քեզ։ Անուշ լինի։ Պատկասում եք այնքան լավներ, որ Ինան տարավ ամբողջ ապսեն։ Ես ինձ նույնիսկ խոստացել էր փոքրիկ բաժին հատկացնել, բայց նստել է նամի անկյունում եւ վայելում է համեղություն։ Շնորհակալություն Անուշ շատ, դուք էլ խորհուրդ եմ տալիս, որպեսզի փորձեք, իրականում շատ արագ է այս ամեն ինչը պատրաստվում, ուղղակի մենք հաճելի զրույցի ենք։ Այո։ Գուցե մի քիչ երկար թվաց ձեզ, բայց ինքը իրականում շատ կարճ է պատրաստվում։ Շնորհակալություն, շատ։ Անուշ լինի։ Անուշ լինի։ Անուշ լինի։ Անուշ լինի։ Երաշտական փոքրիկ դատարից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։